Ճիշտն ասած, ես մանրակրկիտ ուշադրությամբ հետևեցի քննչական կոմիտեի նախագահի պատասխաններին, որոնք վերաբերում էին ազգային բարերար Սամվել Կարապետյանի իրապես ապօրինի քաղաքական հետապնդման վերաբերյալ այն դիրքորոշումներին եւ պատասխաններին, որոնք ինքը ներկայացրեց։ Անկեղծորեն եմ ասում, առաջին հերթին զարմանք ունեմ նրա շուրջ, թե ինչպես էր քննչական կոմիտեի նախագահ, օրինակ, դիրքորոշում ներկայացնում որոշակի զարմանքով, թե ինչպես է հնարավոր այս քրեական վարույթի շրջանակներում, օրինակ, կոչի դրվագը հիշեցման կարգով մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը նախադասությունը ըստ քննչական մարմնի եւ դատախազության հանդիսանում է իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Հիմա քննչական կոմիտեի նախագահը զարմանք էր արտահայտում, թե ինչպես է հնարավոր նշվածը անջատել քրեական վարույթից եւ ուղարկել դատարան։ Այստեղ եւս հիշեցման կարգով ուզում եմ նշել, որ 130 օրից ավելի է, ինչ Սամվել Կարապետյանը կալանավորված է եւ քննչական կոմիտեի 53 քննիչներից բաղկացած խումբը այդպես էլ չի կարողանում այդ գործով որևէ մի վերջնական վարույթային ակտ կայացնել։ Սա էլ եւս զարմանալի է, ինչի համար, որովհետեւ օրինակ Միքայել Սրբազանի դեպքում նախաքննությունը կրկին ենթադրյալ կոչի դրվագով տևեց մոտ 20 օր։ Հանրային գործիչ նախկին падգամավոր Ռուբիկ Հակոբյանի վերաբերյալ դրվագը կրկին ենթադրյալ կոչի վերաբերյալ տևեց կրկին մոտ 20 օր։ Բայց Սամվել Կարապետյանի դեպքում ստացվում է այն տևում է 130 օրից ավելի եւ այդպես էլ որևէ մի վերջնական վարույթային ակտ չկա։ Հիմա այստեղ քրեական դատավարության օրենսգիրքը գալիս է մեզ օգնության։ Ես չեմ պատկերացնում ինչպես նշվածը չէր արձանագրվել քննչական կոմիտեի նախագահի կողմից, քանի որ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը, այդ թվում հենց օրինակ երկրորդ մասը, ուղիղ մեխանիզմը նախատեսում է, թե ինչպես է հնարավոր նման վարույթին, որը արկա է Սամվել Կարապետյանի դեպքում, քանի որ այնտեղ կան նաև մի շարք անհասկանալի տնտեսական բնույթի իբրև մեղադրանքներ, որոնք ունեն մի քանի մեղադրյալներ իրենց հերթին, քրեական դատավարության օրենսգրքի վկայակոչածս հոդվածը, նշված կարգավորումը, թե ինչպես անջատել նոր վարույթի շրջանակներում կայացնել վարույթային գործողություններ, այդ թվում վերջնական գնահատական տալ եւ օրինակ ուղարկել դատարան, որովհետեւ ես այլ որևէ սպասում չունեմ քննչական կոմիտեից։ Բնականաբար, եթե վերջիններս իսկապես իրավունքի գերակայությամբ, քաղաքական, սելեկտիվ որևէ մի բաղադրիչ չունենային, ապա իհարկե պետք է քրեական հետապնդումը դադարեցնեին ընդհանրապես, բայց մենք նման ակնկալիք չունենք էլ։ Ի վերջո այս 5 ամսվա նախաքննությունը ցույց է տալիս, որ այստեղ նպատակը բնավ իրավական process-ը չէ։ Այստեղ նպատակը հաշվեհարդարն է, քանի որ հունիսի 17-ին նման խոստում էր տրվել։ Մյուս հանգամանքը, որ ուզում եմ այսպես մի քիչ իրավական տեսանկյունից հենց ուղիղ ընդգծեմ, վերաբերում է նրան, որ այստեղ քննչական կոմիտեի նախագահը ոչ թե պետք է հարցադրում բարձրացներ, թե ինչպես է հնարավոր մաս անջատել, հա, այլ պետք է հարցադրումը ընչեր հետևյալ կերպ։ Իսկ ինչպես էր հնարավոր կոչի ենթադրյալ դրվագը միացնել տնտեսական բնույթի իբրև դրվագների հետ։ Այս հարցին էլ այդպես էլ պատասխան չստացանք, եւ իհարկե նաեւ ուզում եմ առիթը օգտագործել եւ նշել, որ փաստաբանական խմբի կողմից Սամվել Կարապետյանի հայտարարություն էր տարածվել, որով մենք նաեւ նշել էինք, որ Վճռաբեկ դատարանը պարզ չէ ինչ հանգամանքներում եւ ինչ առիթից ելնելով վարույթ է ընդունել գլխավոր դատախազության կողմից ներկայացված Վճռաբեկ բողոքը եւ քննչական կոմիտեի նախագահը շատ պատահաբար շակերտներում իհարկե անդրադարձավ նաև նշված հանգամանքին եւ որոշակի հույս հայտնեց, թե ինչ որոշում կարող է կայացնել Վճռաբեկ դատարանը։ Ամբողջությամբ նախադասությունը չեմ ցանկանում մեջ բերել, բայց կարծում եմ սա եւս որոշակի ազդակ է, որ մեզ մոտ իսկապես դատական իշխանության անկախության լրջագույն խնդիրներ են առկա, լրջագույն, քանի որ ոչ թե այսպես ասած սուբյեկտիվ դիրքորոշում եմ ներկայացնում, բայց պատկերացրեք, մենք եւս ներկայացրել էինք Վճռաբեկ բողոք։ Մեր կողմից ներկայացված Վճռաբեկ բողոքը վերաբերում էր իրավունքների պաշտպանությանը, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին հակասող դատական ակտերին, կալանքը ամեն գնով կիրառելուն։ Սրանք բոլոր իրավական հարցեր են, որոնց վերաբերյալ Վճռաբեկ դատարանը նախադեպային դիրքորոշումներ ունի, որոնք խախտվել են այս գործով։ Սամվել Կարապետյանի գործով խախտվում են նաեւ Վճռաբեկ դատարանի վերջին 1 տարվա ընթացքում ընդունված նախադեպային կամ միատեսակ պրակտիկա ապահովող որոշումները։ Եվ մեր բողոքը վարույթ չի ընդունվում, բայց դատախազության ներկայացրած բողոքը, որը հասու է նաև մեզ, որտեղ թվարկածս որևէ մի հարց չկա, որևէ մի նման հիմնավորում չկա, որևէ նման մի հիմք չկա, այն վարույթ է ընդունվում։
Բոլոր դեպքերում մի բանն է հստակ, որ մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, որովհետև սթափության տիրույթում, երբ մենք նայում ենք այսպես սառը դատելով այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, ինձ որևէ մեկը չի կարող համոզել, որ քննչական կոմիտեի 53 արեստավարժ քննիչներ 130 օրից ավելի չեն կարողանում քրեական վարույթով վերջնական վարույթային գործողություններ կատարեն եւ ակտեր ընդունեն։ Այն պայմաններում, երբ օրինակ դատավոր Դոլմազյանի կողմից կալանքը մեկ ամսով երկարաձգելու որոշման մեջ հենց ուղիղ այդ ազդակն էր, ուղիղ հենց այդ հաղորդագրությունն էր եւ այդ իրավական դիրքորոշումն էր ուղղված 53 քննիչներից բաղկացած խմբին, բայց մենք այսօր տեսնում ենք, որ կրկին որևէ գործողություն չկա, որևէ մի վարույթային գործողություն չկա։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ 2025 թվականի հոկտեմբերի 11-12-ից մինչ օրս որևէ վարույթային գործողություն Սամվել Կարապետյանի կամ իր պաշտպանների մասնակցությամբ տեղի չի ունեցել։ Իսկ նույն հոկտեմբերի 11-ի վարույթային գործողությունը, հնարավոր է հոկտեմբերի 11-ը կամ 10-ը նույնիսկ, վերաբերում էր հերթական տարօրինակ, անհասկանալի Սամվել Կարապետյանի հետ ոչ մի առնչություն չունեցող տնտեսական բնույթի մեղադրանք առաջադրելուն։ Դա բովանդակային վարույթային գործողություն չի։ Քննիչը այլ ելք չունի։ Եթե մեղադրանք են ներկայացնում, ապա պարտավոր են գալ եւ ներկայացնել։ Դա ինքնին վարույթային գործողության միայն ձևական կոմպոնենտն է, այսինքն հարցաքննություն, առերեսում նման տեսակ ակտիվ վարույթային գործողություններ ընդհանրապես չկան։ Չկան ի դեպ 2025 թվականի հուլիս ամսից։ Հուլիս ամսին էլ նման վարույթային գործողություն տեղի էր ունեցել բացառապես մեր միջնորդության հիման վրա։